երեխաներին դպրոցից հանեն, տանեն միծինգի, երեխաներին, ախր պետք է չէ կրթությունը ապահովում։ Հարգելի գործընկերներ, հարգելի ժողովուրդ, մարդիկ տենց գեղեցիկ բառերով նախադասություններ են կազմում, ինչ-որ անպագորգոր հայտարարություններ են անում, բայց դրա տակ դուք էլ ես լավ իմացեք, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ինչքան դա ձեզ դուրս չգա, ամեն ինչ շատ լավ հասկանում է, adekvat հասկանում է եւ իր գնահատականը ժամանակ առ ժամանակ տալիս է։ Ես ձեզ տեղը չէի բերել կներեք, թե դուք որ ուժից եք։ Պարզվում է դուք Սերժի Թաթոյանի ուժն եք ներկայացնում։ Հիմա եկել եք կանգնել եք ստեղ ու ավտորիտարիզմից եք խոսում։ Դուք Սերժի Թաթոյանի ներկայացուցիչն եք, դուք ո՞նց կարաք ավտորիտարիզմից խոսակ։ Դուք առավոտից երեկոն ընտրակաշարք եք փորձում բաժանել եւ դրա համար բռնվում եք։ Դուք ո՞նց կարաք ժողովրդավարությունից խոսակ։ Մենք խորապես թքած ունենք։ Այդ ձեր նշած անձը հանրահավաքի կմասնակցի, չի մասնակցի։ Բայց եթե անում է հանցանք, բռնվում է։ Անում է հանցանք, բռնվում է։ Սաղը թե լավ իմացեք։ Ով Գևորգ Սաֆարյան։ Ես արդեն որի օր շրջապտույտին չեմ խոսում, կներեք, բայց պիտի խոսեմ։ Օլիգարխիայի մասին խոսվեց, ավտորիտարիզմի մասին խոսեց, դրանք զուգահեռ են, չի լինում ոչ ավտորիտար օլիգարխիա։ Հայաստանում օլիգարխիան եղել է եւ մինչ օրս կա եւ շարունակում է մնալ եւ մենք բազմաթիվ անգամ առաջարկեցինք իշխանություններին իրականացնել լյուստրացիա։ Հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն ցույց են տվել գաղտնի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ նախկինները թալանել են հայ ժողովրդին, եւ ինքը իսկ հայտարարեց, որ ինքը լյուստրացիա չի անելու եւ չի բացելու այդ գաղտնի փաստաթղթերը։ Եվ այսօր ինչա, բանի ԿՊ-ի կազմում չկան օլիգարխներ։ Մենք բոլորը շատ լավ տեսնում ենք դրանց։ Ես շնորհակալություն եմ խնդրում, եկեք մենք հարգենք մեր այսօրվա օրակարգը։ Մենք խոսում ենք խաղաղություն եւ անվտանգություն թեմայից։ Կներեք, բայց որքան ուղիղ կապ ունի անվտանգության հարցում։ Միգուցե ուրիշ ռակուրսից վերադառնանք մեր այսօրվա թեմային։ Շատ ավելի վտանգավոր ու ավելի կարևոր հարց կա։ Ես իմ հարցերը, որ նախապես հնչեցնում եմ, հենց այնպես չէր։ Ես ուզում եմ ֆիքսել, որ այս իշխանությունները մեզ համար ոչ ամենալավ պայմաններով պայմանագիր են կնքել, զուտ են բանի համար, որ մոտենում են ընտրություններ եւ այլևս ձգել հնարավոր չէր եւ իրանք գնացել են զիջման լրացուցիչ, զիջել են Միջանցքի հարցը։ Ըստ էության իրենք դուք այդ մասին բանավեճ ունեցաք, չէ՞։ Իմ արժիքը կներ նույն բանը։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Ես այդ ուրիշ բանն եմ ասում։ Ասում եմ, որ Միջանցքի հարցը զիջվել է զուտ են բանի համար, որպեսզի միջև ընտրությունները իրանք ստանան ինչ-որ փաստաթուղթ։ Այնինչ կարելի է եւ ավելի երկար բանակցել, եթե մի վարքան վերջին միտքն ասում։ Եթե նրանք փոխարենը դրսից լեգիտիմություն փնտրելու ներսում կոնսոլիդացնեին հասարակությունը։